Փետրվարի վերջին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղաց առատձյուն, ինչը բերեց տրանսպորտային կոլապսի եւ բազմաթիվ վթարների։ Ըստ ձեզ մարզային եւ Երևան քաղաքի իշխանությունները որքանով էին պատրաստ ձյան տեղումներին։ Ընդհանուր պատկերը 17.1%-ը նշել է, որ միանշանակ պատրաստ էին, ավելի շուտ պատրաստ էին նշել են 21.7%-ը, 13.5%-ը նշել են, որ ավելի շուտ պատրաստ չէին եւ ընդհանրապես պատրաստ չէին նշել է 45.4%-ը, եւ ստե մենք ունենք առանձին մարզային կտրվածքով վերահսկողները եւ Երևան քաղաքի տվյալները։ Երևանի տվյալները, որ նայում ենք, միայն 5.3% են նշել, որ միանշանակ պատրաստ էին այդ ձյան տեղումներին եւ 58.6%-ը նշել է, որ ընդհանրապես պատրաստ չէին եւ 17.7%-ը նշել է, որ որոշ չափով էին պատրաստ։ Այսինքն մոտավորապես 80%-ը մեր Երևանի բնակիչների պատասխանել է, որ այդ տեղումներին պատրաստ չէին եւ միայն 5.3%-ն է նշել, որ իշխանությունները պատրաստ էին նման տեղումներին։ 2025 թվականի փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց Հայաստանի քաղաքացիներին, նշելով, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ինչ եք կարծում, Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի, փոփոխության ենթարկվի։ 18.4%-ը նշել է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ։ 7.5%-ը նշել է Հայաստանի Հանրապետության արժեշտ է լիովին նոր սահմանադրություն եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, նշել է 59.6%-ը։ 14.5%-ը դժվարացել է հարցի պատասխանը, այստեղ ինչն է հետաքրքիր, որ մենք նաեւ բերել ենք 2024 թվականի հունվարի տվյալները, երբ որ Նիկոլ Փաշինյանը առաջի անգամ դրա մասին խոսեց, մենք բերել ենք տվյալներ հունվար 24-ի, երբ որ 14% էր ասում, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել, 13% ասում էր, որ անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն եւ 34.2%-ը նշել էր, որ սահմանությունը պետք չէ փոփոխել, պետք է մնա անփոփոխ եւ 38%-ը նշել էր, որ դժվարանում է պատասխանել։ Ես իհարկե այդ սլայդերը ձեզ կտամ, իրականում պատկերը բավականին տարբերվում է, եթե նայենք նաեւ հուլիսի 24-ի իրականացած հարցումը, երբ որ Ալիևն էր բարձրաձայն այդ խնդրի մասին, որ Հայաստանը պետք է փոփոխի այդ մեր սահմանադրությունը եւ այնտեղ պատկերը իհարկե ավելի ուրիշ էր, միայն 11% էր նշել, որ պետք է որոշակի դրույթներ փոխել եւ 3.3% էր միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը առաջնություն ունի նոր սահմանադրության։ Ինչևից է պատկերը հիմա ավելի, կարող եմ ասել, զուլալվել է եւ միանշանակ կարող եմ ասել, որ մեծամասնությունը մեր քաղաքացիների դեմ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի։ Մյուս հարցը, որ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները։ Այստեղ մենք մի քանի պատասխանի հնարավորություն ունենք եւ 27.8%-ը նշել է Ռուսաստանի հետ, 25.8%-ը նշել է Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ նշել է 15.5%-ը, Իրանի հետ նշել է 13.3%-ը, ոչ մեկի հետ նշել է 11%-ը եւ 3.4%-ը նշել է Եվրասիական տնտեսական միության հետ։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը 27.8%-ը, ես կարծում եմ այս տոկոսները կարելի է գումարել եւ եթե մենք գումարենք մոտ 32%-ը կստացվի, որ այդ դեպի Ռուսաստան եւ դեպի ԵԱՏՄ է եւ այս առումով կարող եմ նշել փոփոխությունը, որ ի տարբերություն մեր նախորդ տարվա տենդենսների դեպի Եվրամիություն ավելի շատ ձգտելը, այստեղ մենք գրանցել ենք կրկին հետադարձ, որ հետադարձ ուղղվածություն եւ Ռուսաստանի հետ ձգտումը դեպի Ռուսաստան ավելի մեծ է, քան Եվրամիության հետ համագործակցություն, չնայած Եվրամիության հետ նշել ենք 25%, կան քիչ չէ։ Ընդ որում նշեմ, որ այս հարցի հեղինակն է
քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը, մենք խնդրել ենք տարբեր մեր գործընկերներին տրամադրել մեզ որոշակի հարցեր եւ Բենյամին Մաթևոսյանը առաջարկել էր այս հարցը։ Եվս մեկ հարց է առաջարկել Բենյամին Մաթևոսյանը, որը ես կընտրեմ, ինչպես եք դուք անձամբ պատրաստ պայքարելու ձեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար։ Եվս մի քանի պատասխանի հնարավորություն կա։ 43.9%-ը նշել է պատրաստ եմ քվեարկել կուսակցության կամ առաջնորդի օգտին, ով իրական տնտեսական ծրագիր կներկայացնի։ 18.4% նշել է արդեն պայքարում եմ, բոյկոտում եմ տրանսպորտի թանկացման, 100 դրամից ավել չեմ վճարում, ընդ որում 18.4%-ը խոսքը գնում է ամբողջ Հայաստանի քաղաքացիների շրջանում, որովհետև կան մոտիկ շրջանի բնակիչներ, Աբովյանի, Արարատի, որ գալիս են ստեղ եւ ասենք ուսանողություն կամ աշխատում են Երևանում։ Եթե նայում ենք միայն Երևանի բնակիչության մեջ, այդ դեպքում 27%-ը նշում, որ բոյկոտում է արդեն իսկ եւ չի վճարում կամ վճարում է 100 դրամ։ 8.1%-ը նշել է, որ պատրաստ եմ գնալ հանրահավաքների եւ փողոցներ փակել։ 5.6%-ը նշել է, որ պատրաստ եմ միանալ համապետական գործադուլներին եւ այլ մեկ նշել է 1.6%-ը։ Ոչինչ չեմ այլ նշել է 15.2%-ը եւ դժվարացել է պատասխանել այս հարցին 17.6%-ը, ինչպես ասացի, այս հարցը եւս մեր գործընկեր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանն առաջարկել։ Հաջորդ հարցը. գնահատեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Ես իհարկե մի քանի շրջափուլերի տվյալներ եմ բերել, բայց վերջինը կարդամ, հետո պրեզենտացիան կտամ, հետո կուզենանք համատականներ կանցկացնենք։ Լիովին դրական աշխատանքը գնահատել է միայն 9%-ը, ավելի շուտ դրական գնահատել է 15.5%-ը, ավելի շուտ բացասական գնահատել է 19.1%-ը եւ 46.5%-ը ընդհանրապես բացասական է գնահատել։ Եթե կարելի է օպերատորները խնդրում չխանգարեք, հա։ 10%-ը նշել է, որ դժվարանում է պատասխանել այս հարցին։ Ինչ է կարծում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը կայուն է։ Լիովին կայուն է նշել է 6.4%-ը, ավելի շուտ կայուն է նշել է 16.5%-ը։ Ավելի շուտ կայուն չի 16.7%-ը նշել եւ 56.3%-ը նշել է, որ ընդհանրապես կայուն չէ, այսինքն մոտ 75%-ի կարգի մեր քաղաքացիները նշում են, որ իրավիճակը կայուն չի քաղաքական։ Ինչ է կարծում ներկայումս առկա քաղաքական վիճակում անհրաժեշտ է արդյոք իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա եւս շատ հետաքրքիր տվյալներ ենք ստացել։ 44% նշել է, որ միանշանակ անհրաժեշտ է իրականացնել արտահերթ ընտրություններ, 16.4%-ը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ է, այսինքն որ 60%-ից ավել նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 10.3%-ը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ չեն, եւ 23.5%-ը նշել է, որ ընդհանրապես անհրաժեշտ չեն։ Որում ես այստեղ ուզում եմ շեշտադրել, որ այս 23.5%-ը ովքեր ասել են, որ անհրաժեշտ չէ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա չի 23.5-ը, դա չի նշանակում, որ այս 23.5%-ը համամիտ են այս աշխատանքները, որը իրականացնում է իշխող կուսակցությունը եւ ուզում են անփոփոխ մնա ամեն ինչ։ Չէ, ես կարծում եմ այս 23.5%-ի մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր որ չեն տեսնում ալտերնատիվա, հա, այսօրվա իշխանությունները կամ չեն տեսնում են քաղաքական ուժը, որին կարող են ձայն տալ եւ ի ապացույց այն դատողությունների, որը ես ներկայացրեցի, ներկայացնում եմ վերջին հարցը։ Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 11.8%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ես եթե համեմատեմ 1 ամսվա առաջվա մեր ցուցանիշների հետ, գրեթե նույնն է մնացել, ուղղակի 0.5%-ով աճ ա գրանցած, բայց դա շատ չնչին այսպես փոփոխություն է։ Հայաստան դաշինքը նշել է 4.7%-ը, այստեղ եւս փոփոխություն ունենք, սակայն բացասական -1.8%-ը գրանցել։
ամենամեծ բացասական փոփոխությունը գրանցվել է դոկ կուսակցությունը 3.5% է գրանցել եւ ունի -3.3% ցուցանիշի նվազում, բայց սա բացատրելի է, մենք գիտենք, որ վերջի կարծեմ 3 շաբաթը դոկ կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանը ձերբակալված է եւ այդ եթերները եւ այդ կոմունիկացիան բացակայում է, հետեւաբար անկումը ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ մենք տեսնում ենք եւ քանի որ նաեւ այդ կուսակցությունից միայն Վարդան Ղուկասյանն էր խոսում կամ ուշ կոմունիկացիա անում, ապա երբ որ սահմանափակված էր չի կարողանում եթեր դուրս գալ եւ չկա կուսակցության անդամներ, ովքեր որ ակտիվ որոշակի քարոզ կանեն կամ կխոսեն իր տեղը, ապա մենք տեսնում ենք այսպիսի անկում, թե հիշում եք նախորդ մեր պրեզենտացիայի ժամանակ դոկ կուսակցությունը հունվար ամսին գրանցել էր երկրորդ տեղը եւ առաջ էր անցել Հայաստան դաշինքից, բայց հիմա նորից վերադարձել է երրորդ տեղը եւ գրանցել է 3.5%։ Չորրորդ տեղում մեր մոտ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2.7%-ով, այստեղ եւս շատ չնչին, բայց կա աճ 0.3%-ով աճ կա։ Պատիվ ունեմ դաշինքը գրանցել է 2.1%, եւս գրանցելով մի փոքր բացասական ցուցանիշ 0.2%։ Եվ ամենամեծ բացասական փոփոխությունը կրել է Հանրապետություն կուսակցությունը, գրանցել է միայն 0.7%, եւ նախորդ մեր հարցման ժամանակ նրանք գրանցել են 1.8%, ունեն -1.1% իրենց 1.8%-ից։ Ազգային ժողովրդավարական բևեռը գրանցել է 0.7%, Հայաստանի Աղբական Դաշնակցություն կուսակցությունը 0.3%, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը 0.2%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 0.1% եւ այլ կուսակցություններ ընդհանուր գրանցել են 1.5%, ոչ մեկին նշել է 6.2%-ը, կփչացնեմ քվեաթերթիկը նշել է 4.7%-ը, դժվարացել են այս հարցին պատասխանել 24.6%-ը, հրաժարվել են պատասխանել 4%-ը եւ չեմ մասնակցել ընտրություններին նշել է 32.1%-ը։ Ինձ դեմա նշում անեմ, այս այլ կուսակցությունների միջով 1.5% կա, դեք ինչ ամեն մեր հրապարակումից հետո տարբեր կալիբրի կուսակցություններ, հիմնականում փոքր, հա, կուսակցություններ, որոնց մասին մենք կարող ենք լսել 2 ամիսը մեկ կամ 3 ամիսը մեկ, բայց նրանք ավելի շատ հայտնի են իրենց կուսակցության ղեկավարի դեմքով, ոչ թե որպես կուսակցություն, խոսացող այդ քաղաքական գործչի, բան, որոշակի պրետենզիաներ ներկայացնում թե մեդիայով, թե մեր հետ կապտում են, որ ինչու մենք իրենց կուսակցության անունը չենք տալիս։ Դեք ինչ ես չեմ կարող մեկ սլայդի վրա զետեղեմ 104 կուսակցության մասին տեղեկատվություն, ցավոք սրտի այդ ամեն ինչը կա, մենք ունենք, եթե չեմ սխալվում, շուրջ 104 կուսակցություն, եւ քանի որ հարցը բաց է հնչում, մենք չենք ասում այս թվարկված կուսակցություններից որին եք ձայն տալու, մենք հարցնում ենք որ կուսակցության եք ձայն տալու եւ եթե նրանց մոտ կա արդեն իսկ ձևավորված վերաբերմունք, պարտադիր չի, մենք մի հատ այդ կուսակցության մասին հիշեցնենք իրեն, հետեւաբար նա կարող է արձագանքել եւ ասել եւ պատասխանները մենք ամփոփում ենք եւ ներկայացնում ենք։ Այն կուսակցությունները, որոնց կուսակցություն չի, ասում են անձի անունը, հետո հիշում են ասում են, հա, կարծեմ sense կուսակցություններ կա, եւ եթե նրանք նշում են 1 հոգի, հա, հարցվածներ, նրանք կամ չեն նշում ընդհանրապես։ Ամեն դեպքում անգամ այդ մի հոգի նշվածները մենք ամփոփում ենք եւ այլի տակ ներկայացնում ենք, կրկնում եմ, մենք չենք կարող 104 կամ 100 կուսակցության տվյալներ բերենք, հա 0.01 եւ անիմաստ է։ Հա, ելեմ ասում, մեր նպատակը նա չէ, որպեսզի մենք հիշեցնենք իրենց կուսակցությունների մասին, որ ընդհանրապես դες կուսակցություն կա գրանցված։ Ելեմ ասում, երբ որ կուսակցության ղեկավարը, հա, չեմ ասում, ղեկավար մարմնի անդամները, ղեկավարը բարբերաբար, միգուցե նաև ակտիվ ելույթ է ունենում տարբեր հարթակներում եւ խոսում է, դա չի նշանակում, որ իրենց կուսակցության մասին մարդիկ գիտեն կամ հիշում են։ Հետևաբար այդ պրետենզիաները կարծում եմ, որ տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչների մոտ մեկ-մեկի այդ են գալի,
Ես կարծում եմ բացատրեցի եւս մեկ անգամ, թե ինչի այս պատկերը, մենք գրանցում ենք այն, ինչ որ հասարակությունը մեզ պատասխանում է կուսակցությունների վերաբերյալ, ամփոփում ենք, ներկայացնում ենք, անկախ նրանից ինչ որ մեկի դուրը գալիս է կամ դուրը չի գալիս, մշտապես սա կրկնում է։ Այսքան դեր մեր տվյալները, շնորհակալություն, թե հարցեր կա, պատասխանեմ։ Ձեր ասվածից ելնելով էլի, գուցե պետք է հարցը ձևակերպի այնպես, թե քաղաքական որ գործչին ձայն կտայք, գուցե դեպքում կանոնները նայեք, տարբերակ է, բայց մեր մոտ ընտրություններին մասնակցում են կուսակցությունները, ոչ թե գործիչները։ Հիմա նայեք, եթե մենք ուզենանք փորձենք ինչ որ ձևով բացահայտենք, թե ովքեր կան դաշտում, բայց հարցը այդ ձևի չեն, միգուցե թե որ քաղաքական գործիչին են ճանաչում, որին են հավանում, դա ուրիշ տարբերակ է, չէ, բայց այս հարցը վերաբերվում է ընտրություններին, հետևաբար մենք չենք կարող մեկ հարց տալով պատասխանենք 15 հարցի եւ նաեւ ցանենք, որ բոլորը գոհ լինեն մեր հրապարակած տվյալներով։ Մենք չենք հրապարակում մեր տվյալները, որպեսզի ինչ որ մեկը գոհ լինի կամ դժգոհ լինի։ Դա իրենց խնդիրներն են։ Եվ ես բոլորին առաջարկել եմ, ովքեր որ այդպես պրետենզիաներ ունեն, թե ինչի մեր օրինակի զոհամբողջում 1%-ը չկա եւ մեր հանրագրվաշտի, ես ասում եմ, եթե համաձայն չեք տվյալների հետ, մենք չենք պնդում, որ սա 100%-անոց համապատասխանում է, իրավիճակը փոփոխական է, կան այլ հետազոտական ընկերություններ, գնացեք վճարեք գումար, պատվիրեք եւ տեսեք ձեր քաղաքական լավ չասեմ ոչ բան, քաղաքական ռեյտինգը տեսեք։ Եթե հետաքրքրություն կա, կարծում եմ կանադառնանք ինչ որ ձև։ Հիմա դեռ շատ վաղ է դրա մասին խոսել, հա, շատ անգամ ինձ հարցնում են ով ինչ է կարծում ով կհաղթի, ես չգիտեմ հիմա, որովհետև մենք մոտավոր գիտենք մասնակիցներին, հա, մենք, ասենք այն մարդիկ ովքեր հետաքրքրվում են, բայց հասարակությունը դեռ լավատերյակ չի դրա մասին, կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը, թե ովքեր են արդեն իսկ գրանցվել, կարծեմ 9 դիմող կուսակցություն է, բայց հայտարարությունը կա կայքումից, թե ովքեր են գրանցվել, որտեղ գործընթաց կա, որ իրենք պետք է նայեն համապատասխանություն այդ փաթեթների ներկայացրած։ Շատ լավ։ Ես կարծում եմ, որ կլինի այդ հայտարարությունը կամ կմեկնարկի այդ Խարոզար շավը եւ մասնակցող կուսակցությունները կամ դաշինքները, չգիտեմ, արդեն իսկ որոշակի աշխատանք կատարեն, կներկայացնեն իրենց ծրագրերը, այդ ժամանակ նոր ռեալ կլինի փորձել մարդկանցից հասկանալ, թե ում ծրագրին են ծանոթացել, որ ծրագիրն է իրենց ավելի ռեալ թվում, հա, որ քաղաքական գործիչները կամ դեմքերը իրենց համար ընդունելի են եւ պատրաստ կլինեն, կամ վստահում են իրենք պատրաստ կլինեն այսպես Գյումրի քաղաքի այսպես իրավասությունները փոխանցել նրանց։ Հիմա ժամանակաբրեպ է մեր մասով դրա մասին խոսալ, բոլոր մասնակից քաղաքական կուսակցությունների մաղթում ենք հաջողություն, թե ինչպես լավ եւ հստակ կարողանան ներկայացնել իրենց ծրագիրը ընտրողներին, մենք կարձանագրենք եւ կներկայացնենք եւ ձեզ կհրավիրենք, որպեսզի մեր այսպես տվյալները ներկայացնենք։